Սիրելի հեռուստադիտողներ, Սաթե Աթխը Թատերական միության եւ Արտ Իմաշ մշակութային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն-Ռոն Ալպեր տարածաշրջանի այսինչ շատ են եւ Լեոնի քաղաքապետարանի աջակցությամբ եւ Հովանու ներքո մարտի 14-ից 18-ը Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրության շարժման նրա Հայաստանում կանցկացվի Մանուշյանական շաբաթ, վաու ասում արդեն պարզ է, չէ՞ ում հիշեցի, որը նվիրված է Միսակ Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին։ Այս մասին իհարկե ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրերի հետ, որովհետև ոնց հասկացա շատ կառույցներ են ներգրաված այս ամենում եւ իհարկե դա շատ լավ է։ Հիմա կտեսնենք այս ոնց են իրականացրել, որտեղից այս միտքը։ Ես սիրով ներկայացնեմ մեր ընկերներին, մեր հյուրերին, ներկայացման դերասաններ Լաուրա Ստեփանյան, Վյաչեսլավ Հայրապետյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Բաբուսեր չենք տեսել Լաուրա։ Լաուրա, այս ոնց է ստացվել, որ այսքան եւ պետական կառույցներ եւ կազմակերպություններ ոնց հասկացա մի թեմայի գաղափարի շուրջ են հավաքվել։ Ամենակարևորը, որովհետև այստեղ հիմքում ընկած է Միսակ Մանուշյանը եւ նրա զինակից ընկերները, ու այս մեծ համագործակցությունը մենք դուք չկարդացիք նաեւ այստեղ կա նաեւ համագործակցություն Երևանի քաղաքապետարանի հետ։ Ասեցի, քաղաքապետարանը, մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, այո։ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ կա համագործակցություն, կա կինոգործիչների միության հետ։ Բայց ինչ ասել է համագործակցություն, ինչ ձևաչափի է այդ համագործակցությունը։ Մանուշյանական շաբաթվա ընթացքում լինելու են գիտաժողովներ, լինելու են ֆիլմի ցուցադրություններ, լինելու են գրքի շնորհանդեսներ, պիեսի շնորհանդես։ Պիեսի շնորհանդես է լինելու, որը հատուկ գրվել է Սաթե Աթխը թատերականության պատվերով, տարուկես առաջ կարծեմ, սկսել են աշխատանքները։ Մի տեսակ այս տպավորությունը ֆրանսիացիք մեր հայրենի մեզանից մի քանի հազար անգամ ավելի շատ են գնահատում։ Չէ, Դրախել Մանուշյանը ի վերջո, հա, այնտեղ Ֆրանսիայի ազգային հերոս ու չասեցի, բայց Ֆրանսիայի ազատության համար պայքարող մարդ։ Գնահատականի պատասխանն է հայկական կողմից։ Ես ուղղակի բան գիտեմ դրա չեմ ուզում եթերում ասել, էլի ամեն դեպքում երբ որ Միսակ Մանուշյանին վերահաղորդավորեցին հիմա Ֆրանսիայում, ասենք եկեք հիշենք մեր Պանթեոն տեղափոխեցին, մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր էին ներկա։ Դե ինչի է զարմանում, որ ներկա չէին։ Ինձ թվում է պարոն Գինոսյանի խոսքերը շատ լավ հիշում ես, որովհետև Մանուշյանին շատ է ինքը անդրադարձել եւ մեջբերում է արել նրանից։ Իրականում այդ վերաբերմունքի վրա արդեն մենք չենք էլ զարմանում, բայց հիմա լավ է, որ դուք խոսում եք հենց ԿԳՄՍ նախարարության, այսպես ասած, այո, իհարկե ներգրավվածության մասին, որովհետև այո, երբ տեսնում ես, որ այն բարձրաստիճան պաշտոնյաները այդ վերահաղորդավորությանը ներկա չեն կամ չգիտեմ գուցե նաև այն մարդիկ, ովքեր այլ կերպ են գնահատում իր արածը հայի համար, դու սպասում ես, որ դա էլ ավելի մեծ բնականաբար պատասխան պիտի ստանա Հայաստանի կողմից, բայց երբ որ լինում է ոչ այդքան լուրջ ուշադրություն, պարզ է, որ դու տեսակ ընկճվում ես, որտեղ այդ տեսակ անուններ մենք այդքան շատ չունենք։ Մի խոսքով մեկ ուրախ է, որ հիմա լավ։ Հիմա սա շատ լայնամասշտաբ միջոցառումների շարք է, որի մեկնարկը տրվելու է մարտի 14-ին, ժամը 11-ին արդեն Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կտրվի մամուլի ասուլիս, կլինի նաեւ ցուցադրություն, կլինի նաեւ գրքի շնորհանդես, իսկ երեկոյան արդեն կտեղափոխվենք Արտաշատի Ամոթ Հարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, կունենանք ներկայացման պրեմիերա, կունենանք նաև պիեսի պրեմիերան կտրվի այդ օրը, որովհետև պիեսը, ինչպես արդեն նշեցի, գրվել է հատուկ ֆրանսիական Սաթե Աթխը միության պատվերով։ Ինչ պիես է, ինչ բովանդակությամբ անծանոթ եմ։ Այստեղ պատմվում է, ցուցադրվում է Մանուշյանի եւ նրա 22 զինակից ընկերների վերջին օրերը եւ վերջին ժամերը։ Հարցակցությունների, այսինքն 22 դերասան չէ, բեմի վրա այդ խմբից մենք կտեսնենք Մանուշյանին եւ նրա 4 զինակից ընկերներին՝ Ռայման, Ֆոնտանո, Օլգա Բանչիկ, Դավիդովիչ։ Նրանց ենք տեսնելու, նրանց միջոցով ավելի շատ
կցույց կտրվի մնացած կերպարներին։ Իսկ ինչի հենց այդ թատրոնում, ինչի մեր մոտ Երևանում նաև որովհետև ծրագիրը նաև կարևորում է Սաթեն, որը թատերական միության ներկայացուցիչն է, Սաթեն շատ կարևորում է համագործակցությունը մարզային թատրոնների հետ։ Չէ, նաև նկատի ունեմ Երևանում, որովհետև Երևանում գուցե կխաղանք, բայց շատ կարևոր է, որ նաև միայն երևանյան չլինեն միջոցառումները, սա միայն Երևանի մասին չի, Երևանի համար չի միջոցառումների շարքը, դա ամբողջ Հայաստանի Հանրապետության համար է, որի նաև մի մասը Արտաշատի Ամոթ Ղարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն է։ Համաձայն։ Եկեք խոսենք ձեր կերպարներից, եկեք խոսենք բարդություններից, չգիտեմ։ Դե արդեն կերպարը բարձրում եմ արմենավորում։ Օլգա Բանչիկ, շատ ուժեղ կին, ես չեմ հասկանում այդ կնոջ ու ընդհանրապես զինակից ընկերների ուժը, եռանդը, այդ որտեղից են վերցրել այդքան էներգիա, որ կարողանան պայքարեն։ Օրինակ իմ կերպարը, ես ինչքան խորանում եմ, ինչքան հետ եմ նայում, հասկանում եմ, որ ես երևի թե չկարողանայի, բայց սա օրինակ գիտենք, որ Օլգա Բանչիկը զենքերն է մատակարարել ամբողջ խմբին դիմադրության ու իր երեխայի մանկասալյակի մեջ նռնակներու զենքեր է տեղափոխել։ Պատկերացնում եք։ Իրականում ես էլ չեմ պատկերացնում։ Չէ, գիտես ինչի, որովհետեւ անհնար է պատկերացնել։ Հանուն գաղափարի է սա արվել, որը մեզ այսօրվա մարդու համար տարօրինակ է, որտեղ մենք գաղափարներ, արժեքներ կորցրել ենք եւ չենք համարում ու հավատում, որ հանուն գաղափարի կարելի է նման ռիսկերի ու նման վտանգների մեջով անցնել։ Որովհետեւ եթե մենք խոսում ենք իր արած գործի մասին, Օլգայի, դե տուլի ինչ էր, հա, ինչ էինք փրկում, հայրենիք, այդ գաղափարախոսությունն ոչ միայն հայրենիք, ինչ ավելի գլոբալ է։ Հիմա շատ կարող է խորանալ ամեն մեկի կենսագրության մեջ, բայց այդ գաղափարները, որոնք միավորել էին ինչ որ մարդկանց այդ մի գաղափարի շուրջ։ Հիմա մենք Էվրասպա մի տարածքում չենք կարողանում 5 հոգով 6 երգենք երգում, մենք ոնց կարող ենք գաղափարի շուրջ համախմբվել։ Բայց ես երբ որ շատ ուսումնասիրեցի, հասկացա, որ այս ամբողջ դիմադրության հիմքում ընկած է էլի սերը, որը որ առաջնորդում էր բոլորին։ Այդ մեծ սիրո ու կապ չունի անձի սիրո, երեխայի սիրո, հայրենիքի սիրո, այդ սերն է, որ բոլորին միավորել է, որ բոլորին այդ նույն գաղափարի շուրջ է հավաքել ու փորձել են պայքարեն դիմադրեն այդ ամբողջ չարության դեմ։ Հետաքրքիր է ինչից էլ որ խոսում ես ու հատկապես եթե անցյալից ես անունների անդրադառնում, միշտ այդ սիրո դրսևորումը, այդ միտքը, այդ կեցվածքը, այդ ապրելու ձևը իրենց ուղղորդել է։ Ինձ տարօրինակ է, որ այսօր այդ չկա։ Հետաքրքիր ինչ ոլորտի անուն ուզում ես բեր այդ ժամանակ։ Ամեն ինչում բնականաբար այդ գաղափարները, որոնք կան, այդ ամեն ինչում դեռ սերն է։ Այն որ մենք այսօր այդ ասում ենք, այդ սերը պակասել է, ըստ երևույթին նաև այս տեսակ անուններին անդրադարձը մշակութային լեզվով, էլի ստիպում է եւս մեկ անգամ մտածել, լավ, այդ սերը ոնց է պակասել, ոնց կարող ենք լրացնել, այդ ոնց են դա անում, ոնց են ժամանակին իրեն կարող։ Սերը իրականում չի պակասում, ինչ որ ժամանակ բացակայում է, հետո ավելի մեծ ուժով ժայթքում է։ Կամ պարզապես արտահայտչամիջոցներն են փոխվում ժամանակի հետ։ Ձեր կերպարը մարմնավորում։ Ես Ռայմանի կերպարն եմ մարմնավորում, նաև ասիստենտն եմ ռեժիսորի։ Իմանուշյանին ով է մարմնավորում։ Հայկը Սարգսյան, երիտասարդ դերասան։ Դե ասում է լավ լուրջ պատասխանատվություն է սենց անուններ խաղալ։ Շատ լուրջ, որովհետև նաև պիեսը որ գրվել է, նյութերը վերցրել են Ֆրանսիայի ոստիկանական պրեֆեկտուրայի արխիվներից, այսինքն տեքստերից շատ մեծ մասը իրականում այդ կերպարները արտաբերել են։ Դժվար է այդ process-ը վերցնել, այսինքն ստանալ իրավունք այդ տեքստերին ծանոթ լինելու։ Չգիտեմ, դա չեմ կարող ասել, բայց մեր համար համենայն դեպս իմ համար դժվար է այն միտքը, որ կա, որ ես այս տեքստը ասում եմ ու ինչ որ ժամանակ այս մարդը արտաբերել է այս նույն տեքստերը, իմ համար դա արդեն ավելի դժվարացնում է process-ը ու պատասխանատվությունը մեծացնում է։ Այսինքն պիեսի գերակշիռ մասը հենց իրական տեքստերն են, թե մի քիչ գեղարվեստական։ Իրական տեքստերը մի փոքր գեղարվեստական դարձրած, որովհետև
Վերջը դպրոցականներն էլ պիտի նայեն, էլի։ Այդ այնքան լավ է, որ այսօր հերոսի կերպարը կձևավորվի դպրոցականի մոտ։ Մենք իրականում վաղուց ի վեր ասում ենք, որ այդ հերոսների կերպարը մի քիչ ձևախեղվել է եւ նախ չենք ճանաչում գուցե շատերին, հետո գուցե չեն արժևորում այնպես ինչպես պետք է այդ տարիքի երեխեքի մոտ ու մի տեսակ երբ գոնե թե մշակույթը տալիս է այդ հնարավորությունը ճանաչել, ցույց տալ, նաև ոչ միայն տեսանելի ձևով կերպարի միջոցով ցույց տալ, որ այս տեսակ դեմքեր են եղել, ինձ թվում է այդ շատ կօգնի մեզ մի քիչ վերանայելու էլի հայի տեսակը։ Ֆրանսիայում խաղալու եք այս ներկայացումը։ Ֆրանսիայում արդեն բեմադրվել է այս ներկայացումը նոյեմբերին, կարծեմ, ու նույն ներկայացումը հիմա այս մեր մոտ է բեմադրվել։ Ֆրանսիայով այնտեղ, հա։ Այնտեղ ֆրանսերենով ֆրանսիացի դերասաններ, այստեղ մենք հայերենով, հայերով։ Կմատուցենք մեր հանդիսատեսին արդեն հայերենով։ Պատմեմ Ֆրանսիայում ֆրանսիացի դերասաններ հարթակում խաղալու են հայ կերպարների։ Մանուշյանի դեպքում ոչ միայն հայերենները, հայ այնտեղ իտալացի, հրեա, մեկն է Մանուշյանն հայ, բայց իհարկե դիմադրության իրենք են 4-ին ներկայացրել, թե ամբողջ 10-ը։ Չէ, նույն պիեսն է, նույն պիեսը ֆրանսիացի հանդիսատեսի համար, իսկ այստեղ արդեն մեր հանդիսատեսի համար ուղղակի մենք խաղալու ենք հայերենով։ Իսկ հնարավորություն եք ունեցել վիդեո տարբերակով տեսնելու գոնե իրենց ներկայացումը։ 2 օր առաջ կարծեմ կարողացանք տեսնել։ Հավանում եք նմանություններ կան։ Չէ, չենք փորձում այդքան մանրամասնվել, որովհետև մեր մոտ էլ արդեն համարյա պատրաստ վիճակն է, վերջին պրագոններն են։ Խաղգարում։ Իրանցն էլ է լավը, մերն էլ է լավը։ Դե մեկը լեզուն, լեզվամտածողությունը, արտահայտչամիջոցները այնքան բան են փոխում, որ չես էլ կարող։ Իրականում տարբեր է լինելու, գուցե ձևը ներկայացման ֆորման նման լինի, բայց ես ռեժիսորն ով է։ Սաթե Խաչատրյանը։ Սաթե Խաչատրյանը, որը որ շատ հետաքրքիր ձևով է մեր հետ աշխատում։ Հետաքրքիր է, ինքը մեզ չի եղել հյուր։ Ես ուզում եմ հիշել, որ որովհետև այս մասին խոսել ենք, հա, չեմ կարողանում հիշել։ Սաթե Աթխի մասին խոսել ենք, այստեղ։ Ու իմ հետ եք խոսել։ Ենք խոսել։ Հա, որովհետև դե շատ են թեմաները։ Սաթեն մեր հետ չի եղել։ Չի եղել։ Սաթեն այդ պահին, հա, Ֆրանսիայում էր։ Մենք Ափսոս, բայց ես կուզեի, որ ինքը լիներ մեր տաղավարում, որովհետև շատ կարևոր է ռեժիսորի հետ խոսել այդ թեման, օրինակ ինքը որ ստանձնում է, հա, տենց գործ, որը իրականում, այսպես ասած, իրական փաստերի վրա է, շատ հետաքրքիր է ռեժիսորի տեսանելիությունը, ինչ կասեր, ինչ մտքերով կկիսվեր։ Դե լավ, առիթ կունենանք երևի թե մի օր ինձ թվում է հանդիպելու։ Սպասում ենք քեզ։ Այո։ Դե որովհետև ռեժիսորը էլի ներկայացման են, որ ասում են կարևոր սյունն է, որ միշտ հետաքրքիր է, ինչ տեսանկյունից է մոտեցել, ինչ գաղափարներ են ավելի իրեն գրավել, որն է առաջին պլան բերել, այսպես ասած։ Հիմա ուղղակի Սաթեն թատրոնում է ու զբաղված է լույս, ձայն, հա, փորձերով, իսկ մենք արդեն երբ էիք խաղում։ Ամսի 14-ին ժամը 19:00-ին։ Իմիջիայլոց ասենք, որ այս մանուշյանական շաբաթվա ընթացքում բոլոր միջոցառումների, ցուցահանդեսների, գիտաժողովների մուտքը ազատ է լինելու, բայց միայն այս շաբաթվա ընթացքում, իսկ հետո արդեն պիտի վճարով լինեն, այնպես որ բոլորին հրավիրում ենք։ Բայց հարթակները տարբեր հարթակներում են, չէ՞, ոնց հասկացա լինելու։ Տարբեր հարթակներում են լինելու Ցեղասպանության թանգարանում, Մատենադարանում, Կինոմիությունում։ Դե ո՞նց պիտի իմանան ամբողջ քաղաքում տարածված է այդ ինֆորմացիան։ Ինչ պաստառների։ Այո, պաստառների տեսքով։ Օնլայն հարթակում կա ծրագրերը, այնպես որ հետաքրքիր մարդու մտքին տեղ ունի։ Հա, որովհետև դե հարթակները տարբեր են, մարդիկ որ իմանան ժամը, տեղանքը։ Շատ բազմազան են։ Դրա համար ուղղակի պիտի մի փոքր հետաքրքրվել ու գտնել։ Այո։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, հաջող պրեմիերա, ոնց հասկանում եմ։ Իրականում հիմա եթե դեռ մի բեմական հարթակում եք ներկայանալու, լավ կլինի, թեկուզ եթե մարզային ձևաչափին ենք խոսում, քիչ ավելի լայնացնել ասում է այդ հնարավորությունը եւ տարբեր մարզերում առիթ ունենաք խաղալու այս ներկայացումը։ Ձեզ հաջող պրեմիերա։ Շնորհակալ ենք, որ մեջ ուրնեիք, որովհետեւ շատ կարեւոր թեմայի եք անդրադարձել։ Ձեր հերոստադիտողներ, այո, ցես լսում եմ մեկ-մեկ մեջ ուրերին, նայում եմ ինչ գործ են անում, ասում եմ հետաքրքիր է։ Այ երբ մի քիչ շատ է սենց լճանում վատը, մեկը տեսնում ես, որ չէ, տես մշակույթը ոնց է ակտիվ գտնում իրեն կարևոր լուսավոր
աշխարհին հայտնի անուններ, որոնցով էլի եւս մեկ անգամ ինքնագնահատականն է մեր Դե փոխվում, իհարկե։ արժեքներն են փոխվում։ Մենք ենք Ինչպես փոխվում։ միշտ, այո, արվեստը ու մշակույթը իր առաքելությունն անում է։ Գլուխը կախ, իր գործն անում։ Մնում է մենք էլ մեր առաքելությունն անենք։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք։ Գովազդներ եթերում։